Բարև ձեզ, ընկերներ, խաղաղություն ձեզ։ Ճիշտ ասած, երեք մեր ընկերներից մեկի հետ զրուցում էինք շնորհքի մասին։ Իրականում ուզում եմ մի հատ այս թեմայով կիսվեմ։ Այդ շնորհքի վարդապետությունները շատ տարբեր կարող լինեն, բայց սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Նորից եմ նշում, ես եկեղեցու չեմ պարտանում որ եկեղեցու վարդապետություն օգտագործեմ, կարդում եմ իմ համար Աստվածաշունչը ու ոնց որ Աստված ինձ բացում է, դες փորձում եմ դες ներկայացնել ամեն դեպքում։ Ընկերներ, մենք օրենքի տակ չենք։ Ճշմարիտ քրիստոնյաները, ճշմարիտ, ոչ թե անունով քրիստոնյաները, օրենքի տակ չեն, ընկերներ։ Այսինքն իրանք շնորհքի տակ են։ Օրենքի տակ ոչ մեկ չի կարող փրկվի։ Օրենքով ոչ մեկ չի կարող փրկություն ժառանգի, որովհետև օրենքը շատ դժվար է պահելը։ Միտեղ էլ գրված ասում է, եթե այդ օրենքի պատվիրաններից մեկն ես խախտում, բոլոր օրենքին պարտական ես, այսինքն բոլոր օրենքը խախտում ես։ Հիմա նայեք, ընկերներ, դա իզորու է մենակ Քրիստոսին, իրականում, որ օրենքը պահի, արդար լինի ու այդ մեր ցավերը, այդ մեր մեղքերը, մեր ամեն ինչը վերահավնի։ Այնտեղ ասում է, ինչպես մի մարդու ասում է շնորհիվ, ասում է մեղքը մտավ աշխարհ, այնպես էլ մի մարդու շնորհիվ ասում է փրկություն եկավ իրականում։ Հիմա նայեք, Աստված հավատարիմ Աստված է, այն քրիստոնյաները, որ իրականում Քրիստոս Հիսուսին ընդունում են որպես Տեր, որպես Թագավոր, որպես Փրկիչ, իրանք մի մեղքի համար չեն կորցնում իրանց հոգիները։ Այն օրը խոսում ենք շատ քրիստոնյաներ կա, բարձրաստիճան քրիստոնյաներ կա, ուղիղ ձեզ ասում եմ, իրանք մտածում են, որ հանգարց մեղնելուց անվաշ մի հատ մեղք ես գործում, սա ուղիղ դժոխք։ Աստվածը տենց Աստված չի, դա սիրող Աստծո կերպարանքը չի, դա մարդկային ստանդարտ մտածելակերպ է, որ մի հատ սխալ արեց, սա էլ մերը չի։ Նայեք, եթե մենք ծնող ենք, մենք բալիկներ ունենք, իրականում, ու մեր բալիկը ինչքան էլ չարություն է անում ամեն դեպքում, ըլլում է մեկ շատ չար արարքներ են անում, բայց որ մի ծնողն է, որ իր բալիկին իրականում քցում է դուս, որ մի ծնողն է, որ իր բալիկին այդ չարության արարքի համար ուրանում ասում է, դու իմ երեխան չես արդեն։ Ինչքան էլ ես դաժե ծնողներ գիտեմ իրանց նարկոման, իրանց ասենք չգիտեմ, մարդասպան երեխեքին մինչև վերջ պահում են, ասում են վերելա ու երբեք չեն ուրանում, ընկերներ։ Բա ինչպես էլ Աստված կարող մեզ ուրան, Աստված ասում է, ես հավատարիմ Աստված եմ, չնայած նրան, որ դուք ասում եք մեղք եք գործում, որ դուք իմ օրենքները չեք պահում եւ այլն։ Մեղքը այս երկրի վրա մեզ իրականում փորձության մեջ է գցում։ Ու այն էլ շատ դժվար փորձությունների։ Մեղքի համար է, որ մենք ստեղ ընկնում ենք խնդիրների, խնդիրների, ասենք ցավերի եւ այլն։ Մեղքի համար ընկերներ, բայց այն չի, որ դու Քրիստոսին Տեր ես դավանել, իրականում փրկություն ես, որ ասում է ժառանգել, մի հատ մեղքի համար քո փրկությունը գորում է։ Չկա այդպես բան ընկերներ, իրականում այն քրիստոնյաներն էլ իրականում բարձրաստիճան, որ հանգարց ձեզ ասեն, որ մի հատ մեղք ես գործում, գնում ես դժոխք սուտ են ասում, ճշմարտությունով ձեզ ասում։ Ուղիղ եմ ձեզ ասում։ Խնդիրը այն է, որ մեր Աստված բարի ու ողորմած Աստված է։ Իրականում մեկն էլ չկա, որ բարի է, որ նայում ես ինչ է, որ բարի է, այդ ինչ հասկացողություն է, դա հենց Աստծո փառքը իր բարությունն է, որ ինքը ողորմած Աստված է, հենց իր փառքը դա է, ընկերներ։ Դրա համար, բայց իմ խոսքը այն չի, որ դուք կարաք մեղք գործեք ու ինչ ուզեք անեք, կավլիցի։ Երբեք ես դրան չեմ տանում։ Աստված ասում է, սրբելով սրբեք կատարյալ եղեք, ինչպես ձեր հայրը երկնքում կատարյալ է։ Դուք եք փորձեք նմանվեք, իրականում ուղղություն ու արդարություն արեք, ու ողորմած եղեք աղքատների ու կարիքավորների նկատմամբ, որովհետև սա Աստծո կամքն է, որ մենք արդարության մեջ քայլենք, որովհետև ամբողջ Աստվածաշունչը սրա մեջ ասում է, ինչ որ կամենում ես, որ քեզ անեն, դու արա դիմացինիդ։ Արեք, ընկերներ, դա է։ Ու միշտ իմացեք, էդ որ հանկարծ ինչ որ մեկը ասի, որ անվայ մեղք ես գործում, մի անգամից դժոխք է ժառանգում, բան սուտ ասում, ընկերներ, մի լսեք, մի էլ հավատացեք այդպես մարդկանց, բայց նորից եմ ասում, նորից ու նորից զգուշացնում եմ, ես չեմ հորդորում, որ մեկը մեղք գործի, քավ լիցի, ինչքան կարաս պետք է իրականում մեղքից հեղու լինես։ Ահա, շատերը ձեզ այն օրինակը կարան բերեն, Հովհաննեսում գրած ասում են, որ մեղք է գործում, մեղքից առայա։ Մենք մարդ ենք, ընկերներ, եթե մենք իզորու լինեինք մեղք չգործելու, Աստծո կարիքը չէր լինի, Քրիստոսի գալը իրականում զուր էր, իմաստը չէր լինի, որովհետև կասեինք մենք մեր գործերով կարող ենք մեզ արդարացնենք, մեղք չգործենք, բարձանք կգար, որն էլ Հռոմեացիս գրքում գրած է, բայց Աբրահամը որ արդարացավ, գործերի հաշվին չհարթարացավ, որովհետև պարծանք կունենար, այլ հավատքի հաշվին պարծարացավ, հավատքն էլ ուղղված է դեպի Քրիստոս, հա, այն ժամանակ ճիշտ է, ինքը Քրիստոսին չգիտեր որպես այդպեսի, բայց խոստմունք ուներ Քրիստոսի համար, որ գալու է մեկը, որ օրհնություն է լինելու բոլոր ազգերի համար։ Սրանով է ուզում կիսվել, ընկերներ, իմացեք ճշմարիտ քրիստոնյաները, որ իրականում կենում են Աստծո խոսքի մեջ, Աստված հավատարիմ ու ողորմած ու գթած է, երբեք Աստված իր երեխուն չի ճամփի դժոխք, երբեք, դա շատ չար տեղ է, դա պատկերացում չունեք դժոխքը ինչ է։ Սրանով է ուզում կիսվել, ընկերներ, թող Աստված ձեզ շատ օրհնի, օրհնում եմ ձեզ, ձեր տունը, ձեր տեղը, ձեր ընտանիքը, թող ձեր միտքը բացվի, որ սեր ունենաք Աստվածաշնչի նկատմամբ, որ մի քիչ կարդաք ու պատկերացնեք ինչ է ինքն իրանով Աստծո խոսքը։
որովհետև Աստվածաշնչի միջոցով է ուզում ձեր հետ խոսա, չի ուզում հարեշտակ ուղարկի ձեր հետ խոսա։ Տվել է արդեն իր խոսքը։ Սրանով է ուզում կիսվել ընկերներ ձեր հետ, նորից ու նորից օրհնում եմ ձեզ, անուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։